Հուլիսի 5-ի երեկոյան Մայր տաճարին կից խոտածածկ տարածքը տրամադրվել էր կինոսերներին։ Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնի փակումն էր և մրցանակաբաշխությունը։ Հունիսի 27-ին մեկնարկած փառատոնի ընթացքում անցկացվեցին կինոդիտումներ, վարպետության դասեր, համերգներ, հանդիպումներ երևանյան այգիներում, եկեղեցիների բակերում։ Հուլիսի 2-ից 4-ն էլ հինավուրց Հառիճավանքի տարածքն էր վերածվել բացօթյա կինոթատրոնի։ 3 օր անընդմեջ Երևանից ժամանած խմբերը տեղացիների հետ միասին կազմակերպեցին կինոճամբար, դիտեցին և քննարկեցին ֆիլմեր հեղինակների մասնակցությամբ, որոնցից շատերը ժամանել էին արտերկրից։ Փառատոնն ինքն իր ձևաչափով եզակի է, քանի որ բացօթյա է անցկացվում։ Շատ հետաքրքրական է, այլ երկրներում դեռ չէի հանդիպել այսպիսի փառատոնի։ Իսկ փառատոնի շրջանակից դուրս ամենաշատը ինձ գրավեց հյուրընկալությունը։ Այստեղ ես ինձ օտար չեմ զգում։ Այս տարի ստացված ավելի քան 600 հայտից ընտրվել է խաղարկային, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ 54 ֆիլմ 53 երկրից։ Դրանցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, բնության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքը։ Ամեն ինչ հիանալի էր, իրականում մեզ համար անսպասելի էր մասնակցել այս փառատոնին։ Այս ֆորմատը ճիշտ ընտրված է, քանի որ այն տալիս է հնարավորություն կինոգետներին շփվել միմյանց հետ, նայել ֆիլմերը և անմիջապես հետո քննարկել։ Յուրաքանչյուր ֆիլմը իր հարցն էր կարծես ծնում և ուրախ եմ, որ տեղում հենց ֆիլմի ստեղծողները կային, ռեժիսորները կային, որոնց մի մասը մեկնել էր, բայց մի մասը այնտեղ էին և իրենք էին ուղղակի պատասխանում, նաև իրենց ներքին կյանքի վկայություններն էին տալիս, որը կարծում շատ ավելին էր, քան թե ֆիլմը, թե ինչպես են ֆիլմերը ստեղծվել և ինչու։ Այս տարի Ֆրեսկոյի մրցանակաբաշխության անվանակարգերը 4-ն էին՝ սեր, հույս, հավատ և խաղաղություն։ Հավատ անվանակարգում մրցանակներ ստացան Արեն Մալաքյանը Հայաստանից «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի, Քեթրին Մաքգիլվրեյը Իտալիայից «Մարդասպանի սիրտը» ֆիլմի և Ջուլիա Բիվշեյան Ռուսաստանից «Ոգին շարժման մեջ» ֆիլմի համար։ Հույս անվանակարգում լավագույնը ճանաչվեցին Բելառուսից Նոնա Սիսակյանի «Մայիս 1945», Իսպանիայից Ռաուլ Մանչիլիայի «Անձայն մարդասպանը», Իրանից Մահմուդ Բահրամաբադիի «Ցնցումից հետո» ֆիլմերը։ Հանդիսատեսի համակրանք մրցանակը հանձնվեց իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանին։ Երուսաղեմը պարզապես քաղաք չէ լուսանկարների շարքի համար։ Մրցանակները Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների ձեռքի աշխատանքներն էին։ Մարի Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։